Ալիևը ստում է, ինչպես վի ամեն մի ուրեմն ուզուրպատոր և ստելու է միշտ։ Մեր վարչապետը ճիշտ է խոսել և մեր վարչապետը ձեզ չի ստել։ Երեք համանախագահները երբեք համաժամանակյա կարծիք չեն ունեցել։ Ռուսաստանն ընդհանրապես չի ունեցել, բացի խառնակություն իրար տալը։ Հիմա հարցը էս է, ուրեմն կարող եք ստուգեք պատմականորեն, որտեղ ուրիշ բան չեք կարող անել։ Մնացած է ով ինչ է առաջարկել, չի առաջացել, այսպիսի բան կա քաղաքական գործընթաց, կամ կա ռազմական գործողությունների ընթացք, դա կանոնավորվում է, առաջարկներ են արվում, կանգնեցնել, չկանգնեցնել եւ այլն։ Հիմա վերցնել համաշխարհային պատմության մեջ հայտնի ամենաճիվաղ, ամենաբանդիտ, ամենաանարդար չգոյություն մշակույթ չունեցող ժողովրդի ղեկավարի փաստարկները դարձնել օրակարգի քննարկմանած, ես տեսակետ որ Հայաստանում տարածված է հայության մեջ համարում եմ ազգակործան, վնասարար եւ թշնամական մեր պետության եւ մեր ղեկավարության եւ մեր հանդեպ անձամբ նայ մեր հանդեպ մնացածը նկատունեք վտանգավոր է ինչի համար չէ վտանգավոր է ինչքան թույլ եք մնալու ինչքան Ղարաբաղյան կլանը այստեղ ֆոկուսները անելու չի նստելու բարագլուխներով ինչքան Մոսկվա միջամտելու է եւ խումբի առաջացնելու ազգային ժողովում միշտ վտանգ է լինելու դա հիշեցեք ասել եմ կրկնում սա ապակայունացնելու կայունացնել այսպես է ապակայունացնել Ալիևի ուժի մեջ չի որը դա վերահսկվում է Միացյալ Նահանգների կողմից բայց առևտուրը Ալիևի ուժի մեջ է եւ նա առևտուր է անում եւ ցես երևի այս լսարանում ամենաշատը հավանաբար ու միշտ ասել եմ հույն պատմաբան Թուգիդի տեսը Պելոպոնեսյան պատերազմի ուրեմն մասին իր պատմագիտական, քաղաքագիտական ստեղծագործության մեջ գրել է եւ դա չի փոխվել գրածորից առաջ էլ հիմա էլ հետո էլ որ հաղթողը վերցնում է այնքան իշքան ուզում է, ցանկանում է Պարտավորին թողում է այնքան իշքան կամենում է հիմա կարող եք փոխել այս կանոնը չեք կարող փոխել դրա համար ժամանակին Մինչև Նիկոլ, մինչև հեղափոխություն, ես ասում եի, որ պիտի ստեղծվի քուրարակցյան Հայաստան, կամ պիտի Եվլախը խփվի, միլիոն անգամ եմ ասել։ Լևոն Տեր-Պետրոսյանի պարտավորականները կամ կլանի մերձավոր միջավայրը պատասխանում են, ինձ ասում են առավելապաշտ է։ Հիմա հարցին պատասխան ունեք, բանակը պարտված եւ այլն, երկիրը վերականգնվում է, Ամերիկա Հիմա որ մնացածը լինելու է հաստատ է, բայց Ալիևը կարող է վիճակ փոխել, վիճակ չի կարող փոխել, վիճակի վրա կարող ազդել, որտեղ ունի ավելի ուժեղ զինված ուժեր, ավելի կազմակերպված հասարակություն եւ չունի ընդդիմություն Մոսկովյան ընդդիմություն չունի, որոնց մորթեր գցել է Կասպից ծովը, դրա համար ազատ է, մնացածը շանտաժի ոլորտից է, կարգավորման ոլորտից է եւ այդպես լինելու է։ Գիտեք մինչեւ երբ։ Նկատի ունեք շանտաժ է անում այդ հայտարարությունները։ Այո, նաեւ շանտաժ է անում, չէ, նաեւ նայում է Հայաստանում ներքաղաքական օրակարգ է սահմանվում։ Իսկ մենք ենք թելադրում իրեն։ Ինքը թելադրում է այսօր Հայաստանի եւ Երևանից սկսվել է ամբողջ մամուլը Ես դրա համար գիշեր-ցերեկ աշխատում է բոլոր ուղված վարչապետի դեմ, վերջին հաշվով որտեւ այդ Միսկի խումբը մենք ճիշտ ենք արել, որ համաձայնվել ենք, ճիշտ ենք արել շատ բաների, որտեղ մեր ուժը չի պատել եւ մենք պահել ենք այն, ինչ հնարավոր է պատել։ Դրա համար ինչ են անում ժողովուրդները։ Ժողովուրդները պատերազմում չեն պարտվում։ Երբ որ պարտվում են, տարբերակ չունեն չհամաձայնվել, մինչեւ ուժի կուտակում ունենան։ Մենք հիմա խնդիրը հետեւյալն է, օրինակ ես հարց եմ տալիս Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետին եւ նրա տեղակալներին։ Բանակը պատրաստ է ռազմական գործողությունների։ Գեներալիտետը մաքրվել է ռուսական շպիոններից, ճարպակալածներից։ Ունեք նոր մտածողության կոնցեպցիա թե չէ։ Եթե սա չէ, ուրեմն ինչ, կլնեք Գրիգոր Զոհրաբ, կլնեք Թալիաթենկերը, կնստեք կուտեք կխմեք, Թորլակյանում 5 ժամ հետո ձեզ նույն
Թալիաթի հրամանով կգան կտան։ Նկատի ունեք, որ չենք հակադարձում, դա է պատճառը։ Ով է, ով չի։ Այսինքն ոչ չեմ, ես իմ ասածները հակադարձում Ձեր ասածը։ Հա, ում Ալիևի այս հայտարարությունները։ Դեմ հակադարձնում ենք, այստեղ ես Ղարաբաղյան կլանի պարագլուխներին հարց ունեմ։ Լսեք, Շուշիում են գործանում, դուք Հայաստանում եք գործանում, Շուշիում, այո։ Ձեզ անպատվում են, Շուշին Ադրբեջանի մշակութային ձեն են հանում, ընկել են այստեղ պատգամավոր են տառնում, Մոսկվա են բերում, դուք ընտրությունների շրջանում լսեցիք այս երկու խմբերից, որը մեկ Հայաստանի շահերից խոսեր, ոչ թե Ռուսաստանի, արդեն որ Ռուսաստան չարդարացնեն, դե ճարչունի Ռուսաստանը մեզ չմորթի, ճարչունի մեզ չքայքայի, հայերեն լեզվով խոսք լսել եք թե չէ, ընտրությունն եղել է դա, ուզում եմ ասել այսպես, մինչև մեր խելքը գլուխները գգա, բայց երկու մաս կա, դագնաբելու բան կա թե չէ, դագնաբելու Ալիև ասի չասի միշտ կա, մենք հետ ենք մնում թե չէ, այս է հարցը, կարծում եմ հետ չենք մնում, բայց կառավարությունը կարող է նորմալ աշխատել, ոչ, որտեվ հայ ժողովուրդը հիմա քրքրելու է վարչապետին, ոչ թե Ալիևին, Ալիևի այնպես Պուտինի մասին որ խոսում է, բերաններից հայերի մեղր է թափվում, եթե Հայաստանի իշխանության մասին ինչ լուտանք ասես թափում են, սա ինչ մշակույթ է, սա ինչ մտածողություն է եւ այլն, հիմա մնացած ինչ է անում, ես պետք է հասկանանք, այդպես եղել է, ինչքան թույլ ենք, մինչև քթին տակ, քթին, տեխնոլոգիայով, զենքով, խաղաղությամբ ինչ որ է, մինչև ինքը այդ քիթը չջարդեք։ Նոր գործընթաց է սկսում Ալիևը։ Ոչ, նա ուղղակի եկել հանդիպել է պատին, հիմա Հայաստանում իր ուզած սահմանադրությունը փոփոխելը չի լինելու, հավանաբար, այն ինչ որ ասում էր, որը նախաձեռնության իմաստով ոչ մի կապ չուներ իր հետ, բայց ինքը բերեց, հասրեց, ինքը կրծրեց իրեն, իբր թե իր ուզածով եւ սկսեց ձգձգելը գործընթաց, հիմա դա չեղավ, հիմա փաստարկը ուրիշ է բերել, շանտաժը ձգձգում ինչու է, ձգձգում, որովհետեւ ամերիկացիներ միլիարդավոր դոլարներ ներդրում են անելու, ահա այստեղ է շանգլուխը թաղված, Հայաստանը տեխնոլոգիական թռիչքի նախադրյալներ է ունենում, բայց հո չի կարող Թրամփին ասի, ես ինչ թրիփ, ես ինչ մի այդ բանը, ուղի, ինչ Զանգեզուրի միջանցքի մասին են ամերիկացիք հայտարարություն արեցին այդ մեռանք ասելով, չկա ու չի լինելու, բայց ինքը չի ասում, ինքը թքած իրա վրա, ինքը ասելու, ինքը քուրդ է, թուրք է,աժորտի ոխերիմ թշնամին է, ինքը Հայաստանի պետության դեմ է կռվում, հիմա այս ժողովրդի վարչապետի չի հավատում, նրան է փաստարկում, ինչ բացատրես, բա որ Պուտինը միանա, ինձ էլ չեն լսելու, ոչ մեկին չեն լսելու, հասկանում եք, ամերիկան պետք 3 հայտարարություն չէր արել թե առաջի օրը, որ այդ թրիփը ամբողջովին Հայաստանի վերահսկողության տակ էր լինելու։ Հիմա մի հատ Քոսոտ Ալիևի գբռնեն գիշերցերեք, բալը հələ պետք է սկսվի այս բայրակթարներ, այս օլիգարխիայի, վա, բլա, հասկանում եք, ոչինչ չկա, պետությունը կառուցեք, մաֆիան ոչնչացրեք մեր պետության թշնամին Հայաստանի 5-րդ չարասյունն է։ Կարող եք ոչնչացնել, եթե չեք ազատվելու, թե չէ Ալիևը տանելու է։ Պաշինյան, սա ընտրություններից հետո միտումնավոր է արվում, հենց այս հայտարարությունը։ Ասեցի հիմա բարձ է, չէ, թվերը փոխվեց եւ Նիկոլ վարչապետը, այսպես ասենք, իշխող ուժը չի կարող այն սահմանադրական փոփոխությունը անել։ Ըստ չի լինելու, որի վրա ինքը խաղում էր, ոչ թե մեզ պետք է թե չէ, տնում են կարծել։ Հիմա քանի որ դա չի լինելու, ուրիշ բան բերեց մեջտեղ, ինչու, որտեղ Ալիևը չի ուզում խաղության պայմանագիր։ Ինչու, որովհետև իրեն ձեռնտու չի, ինքը տանում է արևմուտքի ճնշման տակ մեկ եւ Հայաստանում կյանքի կարգավորումով, ես ենթադրում եմ նաև հավանաբար նաև մեր բանակի մասին տեղեկություն ունի, որ այն բանակը, որին ինքը ջախջախեց, այդ բանակը չկա, այն կլանային գեներալիտետը
Ղարաբաղյան կլանի գեներալները տեր չեն բանակում, հետևապես ատամները կարող Նկատի են ունեք փոխել։ նրա խաղի կանոնները արդեն չեն գործելու Կանոնները, Հայաստան դրա համար է այս ինչպես- խաղի կանոնները իր թելադրած չի գործելու Չէ, դրա համար է մեկը այս գործավ, հիմա նոր գործի Նոր խաղ է։ կազմ է բերել, որտեղ չի ուզում ստորագրի։ Էս այն չի, որ ես ուրիշ բանի վրա եմ զարմանում, սրա հետևողականության։ Հայաստանում 30 տարի ուրիշ վիճակ էր, չէ՞։ Մի բանդա իշխանություն վերցրեց, մարդասպանություն, հեղաշրջում, դեղյակներ սարքել եւ այլն, սուտ գեներալներ, ոսկե աստղ գեներալներ, ոսկի է։ Այս ուղեղները ոսկի լինելու բագորներով ոսկի են դրել սա։ Ուրեմն սրանց փոխարեն բանակը սարքեց։ Դրա համար հաջորդը, եթե ինքը անի մի ազգային դատ, սրանց պետք է կախի իր գեներալներին, իր նախագահներին, որոնք իրենը չեն։ Հիմա այսպես տարբեր եղել, հիմա նա գերակշռություն ունի, ճնշում է, ճնշելու ենքան, ինչքան մենք կարգի չկանք։ Եվ հայմա եթե լրատվությունը այս հարցը քննարկումը չանի հայ, նա չի խոսի դրա մասին, բայց նա օրագարկ է թելադրում։ Բայց եթե մենք չենք քննարկում, մարդիկ ուղիղ իմաստով լսում են այդ հայտարարությունը, չէ՞ որ Մարդիկ հասարակությունը կտած ունեն, մարդիկ շատ են լսել Ալիևն ինչ է խոսում Շուշիում։ Չէ։ Այս Ղարաբաղյան կլանի համար է ասել, իրենց տեղյակներից է այդ հաղորդումները տալիս եւ լրատվության համար։ Եթե հայ ժողովուրդը լիներ մի ընդհանրենք 2 ամիս, անգլիացի իր համար իր գործով զբաղվեր երկիր վերաշինությամբ, երեխա արտադրելով եւ այլն, այդ ոչ մի նշանակություն չեր ունենա։ Բայց գիտեն զգացմունքային ժողովուրդը հավատ չունի ինքը իր հանդեպ, երևի թե եւ իր իշխանության հանդեպ պիտի անպայման հեղինակազրկի նոր իշխանությունը, նա հեղինակազրկում է, որ բանակցություններում իրեն հեշտ լինի եւ այնպես բոլոր հաշվարկներով մեջտեղ վերել է զազրախոսությունը մեջտեղ գցել։ Ամերիկացիք ինչ ասեցին։ Թրիպը լինելու է Հայաստանի վերահսկողության տակ եւ վերջացավ։ դրանով փաստորեն ինչ որտեղ Միացյալ Նահանգներին էր ինչ Այո, հիմա մենք եթե ունենք դիվանագիծ չունենք, այդ չի որ մենք չունենք։ Հիմա Վաշինգտոնում դե աշխատ Թրամփին ասեն, տեսնում ես ասած ինչ արեց։ Տեսա՞ր։ եւ դա մեզ ինչ կտա Կտա Ալիևի հետ բախումներ կտա։ Հիմա ուզում եք Բայց պետք է որ ամերիկացիք բախումներ ունենան, վատ է։ Ճնշել է, մինչև ուժ չունենաք, ես բոլոր շարունակվել է ցածա։ եւ Եմ բաց ես հարցեր էստեղ քննարկելու բան, ես հարցեր մի փուչ կա, որ ընդհանրապես քննարկի կարիք չկա։ ամեն դեպքում ձեր մեկնաբանություններին կարծում եմ հասարակությունը սպասում էր, լսեց այն ինչի որ Ես ասում եմ ժողովրդին, այո, մեր ժողովրդին, արդեն առանց որովհետև ես գիտեի, որ այս հարցը արդեն գիշերը դե մեկ արտնանում ես, նայում ես Ալիևն ասել է, թող դրանից ամաչե Շուշին հանձնողները։ Այն գեներալը, որը հանձնել է Այն գեներալներ, որ մեր զինվորների մահվան եւ կյանքի պատճառ դարձան ռսակոց պուտինալեզները, խումբ է, չէ՞ դա, իշխանություններ բան, որոնք փորձեցին իշխանություն Հայաստանում տապալել, բերեցին Ալիևանը, Պուտինն ասել է, թող ղալաթ է արել, Պուտինը միշտ է սխալ է ասելու, Պուտինը ճիշտ չի ասելու։ Եթե ուկրաինացիք այս ճանապարհով գնային, հանձնվել պերծել էին, տեսնում եք ինչ են անում, մաշում են, թրաշում են, կներեք բարի համար Ռուսաստանի մասին է խոսքը։ Հիմա մենք էլ այսպես, ուրեմն պիտի իմանանք, որ թույլին ոչ մեկը չի օգնում։ Ցեղասպանության տարիները մեզ ապացուցեցին, պիտի սովորենք, թե չէ, ջարդվողին օգնության լոբի են ուղարկում։ Ուրիշ բան չի։ Դրա մասին էլ ասեց Ալիևը, էներգետիկ այդ քաղաքականության մասին խոսելուց հիշատակեց, որ վառելիքի հուսալի աղբյուրը հիմա դարձել է Ադրբեջանը։ Երկրորդ մասը դա։ Սա էլ է։ Երկրորդ ինքը կարգավորում է գործընթաց, մեր ճշմարտ տակ է պահում։ Այսինքն միանձնյա է որոշում, թե տարածաշրջանը։ Մաս կա, եթե ինքը այսօր բենզին չուղարկի Հայաստանի վիճակը շատ է ծանրանալու եւ ռուսներն այստեղ հեղաշրջում կարեն։ Մի հատ Սամոխին կբերեն, գիտեք որտեղից, Խերսոնից ստեղ կբերեն եւ հաջողություն կարող ունենան։ Այդ դեպքում երբ որ Հայաստանի անկախությունը կորչի, Ադրբեջանը կուլ է գնալու, ինքն էլ կախվածությունն է դա ձեր տալիս որպեսի իրական քաղաքականությունը, բայց իրական քաղաքականության մեջ էսպես է։ Նա անշուշտ կողմ է Հայաստանի անկախությանը
միանշանակ եւ Թուրքիան, բայց ոչ հզոր Հայաստանի անկախությանը, մի Հայաստան, որը թույլ լինի, որ ինքը ոնց ուզի հետևարվի, բայց անկախ լինի։ Սա տանում է էներգետիկ կախվածության, թե ոչ։ Ում։ Մեզ Մեզ չի Հայաստանի։ տանում, մենք ամերիկյան կարծում եմ մոդուլային այդ ատոմն է, մենք լրիվ ազատվել ենք, հանգիստ աշխատեք, բայց այս իշխանությունը շուտ արեք, այս ռսակոծերին հավաքեք փողոցներից, մեր բուսի բաժեք, փողոցներ են լսվել, արդեն ինքնակառավարման մարմինների ընտրությունների են պատրաստում, հավաքեք սրանց։ Հավաքագրում են մարզերի խնդիրները, Հավաքագրում մարզերի խնդիրները, ես վստահ եմ, ես հիմա շփվում եմ մարդու հետ իշխանությունից։ Չեմ տաղանդավոր ամեն ինչ անգիր գիտի, ինչպես որ ես։ Ինձնից շատ Հայաստան ոչ մեկը ման չի եկել, իսկ 7 տարի։ Ոչ մեկը, գյուղ, քաղաք։ Իրենք ոչ հիմա իրենք նախապատրաստում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն, որպես հեղաշրջում անեն։ Եղավ էսը, հեղաշրջում են նախապատրաստում։ Հավաքեք սրանց։ Պուտինը չկայլես, մեռած է, գոյություն չունի։ Բենզինի մեջ վառվում է, ել ոնց վառվի։